Այս ուղեցույցում ցույց կտամ ինչպես գրանցվել մեղումորցույթին, եթե արդեն վճարումը կատարել եք նախապես թերսել տերմինալով կամ բանկում եք փոխանցում արել եւ ունեք կտրոն, հա, վճարման կտրոն կամ անդորրագիր եւ այն պետք է գցեք մեր համակարգում։ Կրկին անգամ նորից հավաքում ենք կայքի հասցեն, այսինքն հարթակը, որտեղ անցնելու է մրցույթը, contest եւ որտեղ պետք է գրանցվել։ Ծախում ենք գրանցում կոճակի վրա, ընտրում ենք մրցույթը մեղու, շարունակել եւ արդեն այստեղ առաջ տարբերակն ենք ընտրում գծելով վճարման անդորրագիրը, սեղմում ենք վրան, սկսում նորից լրացնել, համայնքը անպայման այն համայնքն է, որտեղ գտնվում է ձեր դպրոցը, ոչ թե ապրում եք, դասարան անպայման ճիշտ եք լրացնում, մեր մրցույթը սկսում է 3-րդ դասարանից մինչև 12-րդ դասարան, այսինքն եթե նշեք 1 կամ 2 հետևաբար թեստերը չեք տեսնի, հայատար լրացնում եք անուն, ազգանուն, հայրանունը, անպայման է հայատար, քանի որ սերտիֆիկատը ձեզ տրվելու է հայերեն եւ եթե այլ լեզվով եք լրացնում, օրինակ լատինատար, ապա դա բավականին երկարացնում է սերտիֆիկատ ուղարկելու process-ը։ Սեռամ ծննդականի համարը գրում եք այնպես, ինչպես կա ձեր ծննդականում, սկզբից գնում են 2 թվեր, հետո 2 տառեր կնեք, հետո թվեր։ Հեռախոսահամարը լրացնում եք ճիշտ, որովհետև այս հեռախոսահամարին գալու է հաստատման կոդը, ձեր հեռախոսահամարը, նաև այս հեռախոսահամարները ու էլեկտրոնային հասցեն շատ կարևոր են ձեզ հետ կապ պահելու համար։ Լրացնում եք ճիշտ էլեկտրոնային հասցեն, որը ձեր դեպքում լինելու է նաև մուտքանունը։ Ստուգում եք, որ տառը սխալ առաջ չլինեք, որովհետև հետո մուտք գործելիս խնդիր է առաջանալու, գրում եք գաղտնաբառը նախապես մտածեք ինչ եք ուզում դնել, որպեսզի հիշեք այն, գրանցեք ինչ-որ միտեղ, ապա նոր մուտքագրեք այստեղ, որովհետև հետո հիշելը խնդիր է լինելու։ Եվ այստեղ տեսնում ենք choose file կոճակ վճարման անդորրագրի տակ, եթե սեղմեք, ինքը բացելու է պատուհան, որտեղից դուք կարող եք ընտրել ձեր անդորրագրի նկարը։ Դեպքում այսպես է բացում, ես գնում եմ, ասենք, համապատասխան բանակ, որտեղ որ այն պահել եմ, սովորաբար եթե հեռախոսով եք նկարում, դա լինելու է ձեր նկարների բանակում, օրինակ, այստեղ ինչ-որ պատահական նկար եմ ընտրում, իմ դեպքում դա պատահական, ձեր դեպքում պետք է լինի անդորրագրի նկար, սեղմում եմ համաձայն եմ կանոններին նախապես ենք ծանոթանում, հենց կապույտ են նշված ակտիվ է, հղում է դրված, դրան որ սեղմում եք առանձին էջ է բացվելու, սեղմում եք գրանցվել։ Եթե այսպիսի դեպք է լինում, նշանակում է, որ ֆայլը բավականին մեծ է, իմ դեպքում ինքը մեծ է, դրա համար ես կընտրեմ ավելի թեթև ֆայլ, այսինքն նկարելուց այնպես նկարեք, որ վրայի տվյալները, հա, մասնակցի տվյալները, որտեղ որ երևում են վճարման օրը եւ նաեւ նպատակը ու նաեւ վճարման չափը 970 դրամը հասանելի ձևով երևում են, բայց ֆայլը շատ մեծ չէ։ Հիմա բացեց, խնդրում ենք տեղադրել կոդը, այս կոդը ձեր հեռախոսահամարին է գալի, հնգանիշ թիվ է։ Ուրեմն դեպքում եկավ, որը սա է։ Եթե ինչ-ինչ պատճառով կոդը չի բերում կամ չի գալիս, անպայման մեզ գրեք կամ զանգահարեք, մենք փորձենք դա ուղղել։ Այսպես, եթե անդորրագրով գրանցվեցիք, ձեզ մոտ բացելու է հետևյալ պատուհանը, գցած անդորրագիրը ստուգման փուլում է, ինչը նշանակում է, որ մենք 3 աշխատանքային օրվա ընթացքում սա հատիկ-հատիկ ստուգում ենք այսպիսի բոլոր գրանցումները, համոզում ենք, որ ճիշտ անդորրագիր է գցված, որ մեղումորցույթի համար է վճարումը, ստուգում ենք աշակերտի տվյալներն ու մնացած համապատասխանող տվյալները, հաստատում դրանք,
Ու երբ որ հաստատում ենք ձեզ մոտ, հաստատել ենք կցած կտրոնը, ձեզ մոտ արդեն թեստերը պետք է բացեն այսպես Երևան, ձեր դասանի երեխայի դասանի համապատասխան թեստերը փորձնական Երևան եւ այստեղ եթե սեղմեք cancel թեստը, ապա արդեն նորմալ կկարողանաք տեսնել այն, օրինակ սա։